Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք շարունակում ենք Հայաստանի ողջ տարածքում բացահայտել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի լավագույն 100 բժիշկներին, մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են առողջապահության ոլորտին, մեզ բոլորիս եւ փրկել են պարզապես կյանքեր, հազարավոր, հարյուրավոր կյանքեր եւ մեր այս նախագծի ողջ իմաստը եւ նշանակությունն այն է, որ բոլոր բժիշկներին ասենք շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Եվ այսօր հերթական պարզապես հրաշալի բացահայտումն ենք անում, բացահայտում եւ մի բժշկուհի, ով իր ողջ կյանքի ընթացքում ունեցել է շուրջ 80,000 բուժառու։ Այս թվերը արտաբերելիս պարզապես մենք վախենում ենք, բայց դա իրականություն է, որովհետեւ նա իր կյանքի 26 տարիներ, սիրելի բարեկամներ, նվիրել է առողջապահության ոլորտին, մասնավորապես աշխատել է Սպիտակի բժշկական կենտրոնում որպես նյարդաբան։ Հասմիկ Բունյացյանի մասին է խոսքը, նրան Սպիտակում հատկապես բոլորը շատ սիրում են, տարածաշրջանի գյուղական բնակավայրերում բոլորը շատ սիրում են, եւ այսօր այդ բոլորի սերը այսպես միախառնելու ենք եւ մեկ շնորհակալությամբ ասենք շնորհակալություն բժշկուհի, ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Ես խնդրում եմ, մենք այդ վախենալու թվերը արդեն ասացինք, այսինքն հազարավոր իսկապես մարդիկ, որոնց կյանքի եւ առողջության հետ գործ եք ունեցել, ուզում եմ երկու բառով ասել 26 տարին արդյոք դժվար չէ լինել առողջապահության ոլորտում։ Գիտեք, այս 26 տարին այնպես են անցել, որ ես էլ որ վերհիշեցի այդ որ 26 տարի աշխատել եմ, զարմացա։ Չէ, դժվար չի եղել։ Ես սիրել եմ իմ աշխատանքը, սիրում եմ, միշտ սիրով եմ աշխատել։ Ու երևի չեմ էլ պատկերացնում այլ ոլորտում կաշխատեի կամ չգիտեմ։ Դժվար չեն անցել։ Շատ լավ, իսկ սիրված լինելու գաղտնիքը որն է, որտեվ մենք երբ որ խոսում ենք Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենի հետ ձեր մասին, նա ասաց, որ այ վստահ եղեք, երբ խոսում ենք ձեր մասին, նրան բոլորն են սիրում, ինչ եք անում, որ բուժառուները ձեզ սիրում են, որտեվ ի վերջո առանց այն էլ վատ տրամադրությամբ է գալիս բժշկի մոտ, առանց այն էլ իր այդ բոլոր խնդիրներով, հա, եւ ձեր աշխատասենյակից պարզապես ժպիտով են հեռանում, որն է գաղտնիքը։ Բուժառուին պետք է սիրել, որովհետև նա դիմել է քեզ իր ամենածանր պահին, իր ամենադժվար պահին եւ իր պետք է լավ վերաբերվել, սիրով, մեղմ, լսել նրան, հասկանալ նրա խնդիրները, հատկապես իմ մասնագիտության հետ կապված, հիվանդին լսելը շատ կարեւոր է։ Ինձ թվում է գաղտնիքը դրանում է, որ լսել եւ սիրել հիվանդին։ Շատ լավ, հիմա խիստ մասնագիտական հարց ուղղեմ, տեսեք, մեր իրականության մեջ ցավոք համացանցը գերիշխող, հա, մի երևույթ է եւ ատելության խոսքը պարզապես գերակշռում է այդտեղ։ Դուք որպես նյարդաբան, ո՞րն է փրկությունը այդ ամենից, ինչպես հեռու մնալ առհասարակ վատ մեկնաբանություն գրելուց, վատ մեկնաբանությունների ազդեցությունը կրելուց, ինչպես հանգիստ պահել նյարդերը այս իրականության մեջ։ Ես իմ բուժառուներին առաջինը, որ հարցնում եմ, եթե տեսնում եմ, որ իրանք արդեն կախվածություն ունեն կամ արդեն նման խնդիրների մեջ են, առաջին խորհուրդս, որ սոցիալական հարթակներից չօգտվեն, հեռու մնան համացանցից հնարավորինս քիչ օգտվեն միայն աշխատանքային անհրաժեշտության պարագայում։ Շատ լավ, բայց կուզեմ մի քանի կարևոր այսպես խորհուրդ տակ նյարդերը առողջ պահելու համար։ Շատ դժվար է հիմա մեր իրականության մեջ իրոք նյարդերը հանգիստ պահել, բայց պետք է ավելի հանգիստ վերաբերվել, ամեն ինչին սրտին մոտ չընդունել, ցենց եմ ասում ժողովրդին, հիվանդներին, ավելի լոյալ գտնվել, տոլերանտ գտնվել իրականության նկատմամբ։ Չգիտեմ, օգնելու միակ տարբերակը դա է, որպեսզի չսրել նրանց առանց այն էլ շատ փխրուն հոգեկան իրավիճակը։ Շատ լավ, եւ 21-րդ դարը մի այնպիսի ժամանակաշրջան է, երբ նորագույն տեխնոլոգիաները գնալով ավելի այսպես հաղթող դիրքեր են զբաղեցնում եւ հիմա մեր իրականություն է գալիս արհեստական բանականությունը, ինձ հետաքրքիր է բժշկության տեսանկյունից, հա, առողջության տեսանկյունից այս նորությունները մարդը որքանով է պատրաստ ընդունել իր գիտակցության մեջ եւ ինչ ազդեցություններ կարող են ունենալ ըստ ձեզ։ Մարդիկ իհարկե դժվարությամբ են ընդունում, հատկապես մի քիչ մեծ սերունդը, երիտասարդների մոտ դա շատ ավելի լավ է ստացվում, բայց ինձ թվում է ողջունելի է այդ նոր տեխնոլոգիաների կիրառումը, մուտքը մեր կյանք, պետք է սովորենք, հարմարվենք եւ դրանից միայն լավը քաղենք։
Այսինքն բոլոր դեպքերում ես կարծում եմ սիրելի հեռուստադիտողներ գաղտնիքը հետևյալն է, որ պետք է կարողանալ ամեն ինչից լավը վերցնել, միայն լավը, եւ մենք էլ փորձում ենք այդպես անել եւ ցույց տալ բացառապես լավ բժիշկներին։ Ես ուզում եմ նաեւ ձեր այսպես բաժանմունքի մասին մի երկու խոսքով ասել, հագեցվածության մասին, արդյոք տեխնիկապես ամեն բան կարգին է այստեղ, ձեր աշխատանքի համար պայմանները ինչպիսին են Սպիտակի բժշկական կենտրոնում։ Կարծում եմ լավ կլինեն, որտեղ 26 տարի մնացել եք, բայց ձեր խոսքը։ Ուրեմն ես աշխատել եմ երկրաշարժից 10 տարի հետո մոտավորապես արդեն մեր հիվանդանոցը կար, գործում էր, բավականին հագեցած էր այն ժամանակվա համար։ Տարիների ընթացքում զարգացում ունեցել է մեր բժշկական կենտրոնը, հիմա առավել եւս վերջին մի քանի տարվա ընթացքում բավականին կտրուկ աճ ենք ունեցել եւ հագեցվածության առումով, եւ դիմելիության առումով, եւ բուժսպասարկման որակի լավացման առումով աշխատանքի պայմանները անհամեմատ հիմա մեր բժշկական կենտրոնում լավ են եւ բժշկի համար եւ բուժառուն ավելի որակյալ եւ ավելի պրոֆեսիոնալ բուժօգնություն է ստանում։ Հագեցված է ժամանակակից տեխնիկայով, ունենք համակարգչային տոմոգրաֆ, որը աշխատում է 24/7 ռեժիմով, իսկ դա հատկապես իմ համար շատ կարեւոր է, որովհետև նյարդաբանական պրակտիկայում հիմնականում սուր վիճակում ենք ընդունում ենք տրավմաներ եւ ինսուլտներ, իսկ տոմոգրաֆը անփոխարինելի է այս պարագայում։ Գիտեք, ակնաբուժական բաժանմունք ունենք հագեցած, վիրաբուժական բաժանմունք, բավականին հագեցված սարքավորումներով եւ մասնագետներով։ Շատ լավ, իսկ այս տարիների ամփոփում որպես, հա, ինչ կուզեիք, որ երբևէ չեք ունեցել, թե որպես բժիշկ, թե որպես մարդ, որպես քաղաքացի։ Ես կարծում եմ կա ինչ-որ մի բան այնուամենայնիվ, որ պակասում է մարդուն, ինչն է ձեզ պակասում։ Մասնագիտական առումով։ Նաեւ ընդհանուր դիտարկել հարցին։ Մասնագետների պակաս ունենք, այսպես ասեմ։ Երիտասարդ մասնագետները, եթե մեր մոտ գան աշխատելու, օգնելու, փորձ ձեռք բերելու, ավելի լավ կլինի։ Եվ սա հրաշալի մարտահրավեր է բարեկամներ, հատկապես այն ուսանողների համար, ովքեր այսօր սովորում են Երևանյան բուհերում, առողջապահական, ուսումը ստանալուց հետո պարտադիր վերադարձեք։ Եվ ահա դուք էլ հրաշալի օրինակ եք, երբ ուսումը Երևանում չէ, ստանալուց հետո վերադարձել եք մարզ եւ շարունակել եք աշխատել մարզում, եւ առանձնակի ես միշտ ասում եմ, որ բժիշկ լինելը Երևանում շատ ավելի հեշտ է, քան մարզերում, որովհետեւ մարզերում շատ հաճախ հատկապես 26 տարի առաջ եթե դիտարկենք տեխնիկապես շատ չհագեցած էին բժշկական կենտրոնները եւ այլն, բայց դուք հերոսաբար պայքարել եք եւ եթե իսկապես ուզում եք բժշկի հերոսական ուղի անցնել, ապա միանշանակ այդ ուղին պետք է անցնել մարզերում եւ սկսել մարզերից։ Ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ասել շնորհակալություն ձեր աշխատանքի համար եւ այս շնորհակալությունը հավաքական շնորհակալություն է, բոլորի շնորհակալությունն է ուղղված ձեզ։ Մենք իհարկե դեռ հանդիպելու ենք արդեն գլխավոր միջոցառման շրջանակներում, բայց կուզեմ նաեւ ասեք կամ լսենք ձեր կարծիքը, ինչ զգացողություն է լինել Հայաստանի 100 լավագույն բժիշկների ցանկում։ Շատ պարտավորեցնող, շատ ոգևորող զգացողություն է, ես շատ շնորհակալ եմ գնահատականի համար։ Չգիտեմ, տեսակ ներքին հպարտություն, երախտագիտության զգացում եւ բուժառուներին եւ գնահատողներին։ Եվ ամենակարևոր խորհուրդը նաև որ էլի սկզբունքային մեզ համար կարևոր է, ուզում եմ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին ասել, որ սիրելի բարեկամներ, առողջապահությունը այլևս մարզերում լիարժեք հասանելի է եւ պետք չէ լավագույն բժիշկներին փնտրել հեռավոր Երևանում եւ առհասարակ դուք էլ ձեր ուղերձը, հա, ձեր խոսքը ուղված ազգաբնակչությանը ինչ ունեք ասելու, նաև կուզեմ պարտադիր նշել, որ կարող են հենց այստեղ մնալ եւ այստեղ սպասարկել, որովհետեւ շատ բժիշկներ մնում են այստեղ եւ այստեղ աշխատում են ձեզ համար եւ դուք էլ կարծում եմ պիտի կատարեք լավագույն ընտրություն եւ գաք հենց տեղացի բժիշկների մոտ։ Բուժառուներին ինչ սպասում ենք մենք ձեզ, սիրում ենք ձեզ, սիրով կսպասարկենք ձեզ, կօգնենք ձեզ եւ հետազոտման եւ բուժման ասպեկտով։ Մեր բժշկական կենտրոնի դռները բաց են ձեր առջև 24/7 ռեժիմով, գրաֆիկով, այո։ Ես մեկ անգամ ձեզ ասում ենք շնորհակալություն, մաղթում ենք ամենակարևորը առողջություն եւ շնորհակալություն ենք ասում այդ մեծ քանակի բուժառուների հետ այդքան արդյունավետ աշխատելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ ձեզնից, ձեր գնահատականի համար, ձեր լուսաբանելու համար, հատկապես մեր բժշկական կենտրոնի կողմից եմ շնորհակալ։
Մեծագույն սիրով եւ մենք դեռ անպայման հանդիպելու ենք, մենք հանդիպելու ենք նաեւ մեր հետևորդների եւ հեռուստադիտողների հետ, բարեկամներ մնացեք մեզ հետ, որովհետեւ հրաշալի հանդիպումները շարունակվում են։